Վատ սցենարը այն է, որ կրկնվում է այս ազգային ժողովի կառուցվածքը, որտեղ ԿՊ-ն բացարձակ մեծամասնություն է, իսկ փոքրամասնությունը ժամանակին փողերի հետ գծած խմբերն են, եւ խորհրդարանում մենք տեսնելու ենք այն կորդե բալետը շշերով, բաներով, քացով, պիլագով, չապալախով, քֆուրով, ինչ տեսել ենք անցած 4 տարիների ընթացքում, պլյուս ամեն տարեվերջին 3 միլիոն դրամ պարգևավճարով վատթարագույնը ասացի, երբ որ իշխանությունը վերցնում են Քոչարյանը, Սերժա մոսկվայական խմբերի միաձուլվածքը կամ համաձուլվածքը, ահագին ազատություններ սահմանափակվում են եւ այլն, եւ հարաբերականորեն լավատեսական սցենարն այն է, որ բայց անհնար բան եմ էլի ես մոտավորապես ասում, որ խորհրդարան են մտնում երրորդ հնարավոր ուժի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք ապականված չեն նախկինում Հայաստանին տված վնասների բեռով, իշխանություն չեն եղել, չեն բռնաբարել Հայաստանի բյուջեն եւ Հայաստանի Հանրապետությունը, չեն կերել, չեն լափել տակները, չեն լցել, նոր ուժեր են, մի խոսքով, համեմատաբար մաքուր ուժեր, էլի այսպես ասած, առանց որոնց ուրեմն քաղաքացիական պայմանագիրը իշխանության կալ չի կարողանա, ստիպված է լինելու հետները բանակցել եւ կոալիցվել։ Քաղաքացիական պայմանագիրը իհարկե շատ է տենչում եւ հավատում է, որ ինքը միանձնյա կարող է ընտրվել բացարձակ մեծամասնությամբ 56%, ինչպես Մոլդովայում 53%, ինչպես անցած անգամ, գուցե ավել եւ այլն, որպես Հայաստանի միանձնյա իշխանություն։ Իրենց իհարկե չի հուզում, թե ովքեր են լինելու ընդդիմությունները, իրենց ավելի շատ ըստ երևույթին հարմար է թույլ ընդդիմությունը, որտեղ թույլ ընդդիմությանը ճնշել է եւ սեփական գաղափարները առաջ տանել, անհետեթ բաներ ելնել պնդել, որ պատգամավորի աշխատավարձը շատ ցածր է եւ պիտի 3 միլիոն դրամ պարգևավճար տան։ Այդպես իրենց ավելի հարմար է, էլի։ Բայց թե ով է լինելու այս երրորդ ուժերից, որոնց ցենը պիտի լսվի, պիտի տեսնենք, ծրագրերը պիտի տեսնենք, բան առայժմ չեն երևում։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։